Այս նշանների վրա բառացիորեն փողի հեղեղ կգա։ Թամարա Գլոբան անվանել է 2026 թվականի հունիսի ամենահաջողակներին։ Հունիսը խոստանում է լինել կտրուկ շրջադարձերի և անսպասելի հնարավորությունների ամիս։ Աստղաբան Թամարա Գլոբան կարծում է, որ ամռան սկիզբը կնշանավորվի ֆինանսական վերակառուցմամբ։ Ոմանք հուսահատորեն կխնայեն, իսկ մյուսները հանկարծակի կստանան հնարավորություն կտրուկ բարելավելու իրենց վիճակը։ Ամսվա գլխավոր անակնկալն այն է, որ փողը կարող է գալ բոլորովին անսպասելի աղբյուրից։ Աստղաբանը վստահ է, որ հունիսը կարող է իրական աճի կետ լինել 4 նշանների համար։ Ում կբերի հունիսը փող և հաջողություն։ Գլոբան հունիսի համար որպես գլխավոր ֆավորիտներ նշում է կույսին, աղեղնավորին, խեցգետինին և ջրհոսին։ Այս նշանների համար սկսվում է մի շրջան, երբ երկարատև ջանքերը վերջապես սկսում են շոշափելի արդյունքներ տալ։ Աստղաբանը կույսերի համար կանխատեսում է հատկապես ուժեղ ֆինանսական հոսք։ Հնարավոր են շահավետ գործարքներ, հին պարտքերի մարում, անսպասելի բոնուսներ և նախկինում անիրատեսական թվացող առաջարկներ։ Ֆինանսական փորձագետները նաև խորհուրդ են տալիս կույսերին ավելի ուշադիր նայել հին նախագծերին։ Դրանք կարող են հանկարծակի հաջողության հասնել ամռանը։ Շարժումը փող կբերի աղեղնավորին։ Գործուղումները, ճանապարհորդությունները, նոր ծանոթությունները և կյանքի սովորական ռիթմի փոփոխությունը կարող են անսպասելիորեն բացել լրացուցիչ եկամտի աղբյուր։ Հունիսի աստղագուշակը ցույց է տալիս, որ այս նշանի համար հատկապես կարևոր է չմերժել ինքնաբուխ առաջարկները։ Ինչու են խեցգետինները ավելի հեշտ շնչելու։ Հունիսը կօգնի խեցգետիններին հաղթահարել վերջին ամիսների հուզական հոգնածությունը։ Ամռան առաջին կեսին այս նշանի շատ ներկայացուցիչներ կզգան, որ լարվածությունը աստիճանաբար մարում է, և դրա հետ մեկտեղ հին խնդիրները սկսում են լուծվել։ Թամարա Գլոբան կարծում է, որ հանգստությունը հիմա խեցգետինների համար հաջողության գլխավոր մագնիսը կլինի։ Ներքին կայունության պայմաններում հարաբերությունները, ֆինանսական հարցերը և աշխատանքային գործերը կսկսեն բարելավվել։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս խեցգետիններին չվատնել էներգիան հակամարտությունների և վեճերի վրա։ Հունիսը շատ ավելի հարմար է ռեսուրսներ կուտակելու համար։ Ջրհոսը կստանա անսպասելի բոնուս։ Հունիսը անակնկալներ է պարունակում ջրհոսի համար։ Խոսքը միայն փողի մասին չէ, այլև իրադարձությունների, որոնք կարող են փոխել առաջիկա ամիսների ծրագրերը։ Հնարավոր են անսպասելի առաջարկներ, օգտակար կապեր կամ պատահական հանդիպումներ, որոնք հետագայում ճակատագրական կլինեն։ Մասնագետները խորհուրդ են տալիս ջրհոսներին ավելի ուշադիր լինել նոր մարդկանց և նամակագրության նկատմամբ։ Երբեմն ամռան սկզբին մեկ հաղորդագրությունը կամ զրույցը կարող է ամբողջությամբ փոխել ապագայի սցենարը։ Ինչ է խորհուրդ տրվում բոլոր նշաններին։ Հունիսը համարվում է այն ամիսը, երբ հաղթում են հանգիստ և խոհեմ մարդիկ։ Հունիսի ֆինանսական հորոսկոպը ցույց է տալիս, որ իմպուլսիվ գնումները և ռիսկային որոշումները հազվադեպ են այժմ օգտակար լինում։ Թամարա Գլոբան հատուկ զգուշացնում է հուզական վերահսկողության կարևորության մասին։ Ամառը սկսվում է անկայուն շրջանով, երբ շատերը հակված են չափազանց արագ որոշումներ կայացնել։ Բախտը հաճախ գալիս է նրանց, ովքեր կարողանում են սպասել և նկատել մանրամասները։ Իսկ այս ամենին զուգահեռ կներկայացնենք երջանիկ մարդու 7 կանոնները ըստ հոգեթերապևտ Միխայիլ Լիտվակի։ Հոգեթերապևտ Միխայիլ Լիտվակի հայեցակարգի համաձայն երջանկությունը ոչ թե վերջնակետ է, այլ հենց կյանքի ընթացքի որակը, որը պահանջում է անձնական սահմանների հստակ գիտակցում։ Այս հոդվածը ներկայացնում է 7 հիմնարար կանոն, որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել շրջապատի սպասումներից, հաղթահարել վախերն ու կառուցել հոգեբանորեն անկախ որակյալ կյանք։ Որտեղից է սկսվում անկախությունը։ Ազատություն ձեռք բերելու առաջին քայլն այն փաստի ընդունումն է, որ բոլոր որոշումների և հուզական արձագանքների աղբյուրը մեր ներսում է։ Մենք չենք կարող վերահսկել այլ մարդկանց արարքները, սակայն լիակատար իշխանություն ունենք մեր իսկ արձագանքի վրա։ Արտաքին վերահսկողության բացակայություն։ Մենք զրկված ենք ուրիշներին կառավարելու հնարավորությունից։ Ներքին իշխանություն։ Մենք լիարժեք տիրապետում ենք կատարվածին տրվող մեր արձագանքին։
Այս գիտակցումն այն ամուր հիմքն է, որի վրա կառուցվում է արտաքին տատանումներից անկախ որակյալ կյանք։ Ինչու է լռության պահանջմունքն անհրաժեշտ։ Ժամանակակից աշխարհում առանձնանալու պահերը մեծ հազվադեպություն են դարձել։ Շատերը փորձում են ցանկացած դադար լրացնել տեղեկատվական աղմուկով, պարզապես վախենալով մենակ մնալ սեփական մտքերի հետ։ Սակայն միայն լռության մեջ է մարդն սկսում տարբերակել իր իրական ցանկությունները։ Մտքերի զտում։ Լռությունն օգնում է անջատվել աղմուկից։ Նպատակների ճանաչում։ Հանգստի կանոնավոր պրակտիկան անհրաժեշտ է սեփական քայլերը հասկանալու համար։ Ինչպես կառուցողական վերաբերվել սեփական անձին։ Ուզում ես օգտակար լինել ուրիշներին, ապրիր քեզ համար։ Սկզբունքը հաճախ սխալ է ընկալվում։ Խոսքն այստեղ կործանարար սպառողականության մասին չէ, այլ սեփական ռեսուրսները ժամանակին վերականգնելու։ Ավիացիոն կանոն։ Ինչպես ինքնաթիռում, այստեղ եւս պետք է թթվածնային դիմակը նախ դնել սեփական դեմքին։ Ռեսուրսների կառավարում։ Միայն էներգիայով լի եւ հավասարակշռված մարդն է ի վիճակի անկեղծորեն ջերմություն փոխանցել շրջապատին։ Ինչ են հուշում մեր խոսքն ու քննադատությունը։ Այն, թե ինչպես է մարդը խոսում շրջապատի մասին, հաճախ մատնում է նրա թաքնված ներքին կոնֆլիկտները։ Անընդհատ քննադատելու կամ բամբասելու հակվածությունը ոչ այլ ինչ է, քան սեփական անձից դժգոհության ուղիղ արտացոլանք։ Ինչպես ազատվել ուրիշների հավանությանն արժանանալու պահանջից։ Բոլորին դուր գալու մշտական ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում է անհատականության կորստի։ Մարդն սկսում է հարմարվել ուրիշների սպասումներին եւ վերածվում է պարզապես մի հարմարավետ դեկորացիայի։ Անհատականության պահպանում։ Հրաժարվեք բոլորին գոհացնելու մտքից։ Իրական անկախություն։ Այն սկսվում է այնտեղ, երբ դուք ձեզ թույլ եք տալիս կայացնել մեծամասնության համար անհասկանալի որոշումներ։ Ինչ ազդանշան է տալիս քրոնիկ հոգնածությունը։ Մշտական ճնշվածության զգացումը հաճախ կորցում է որպես նավիգատոր, հուշելով, որ դուք սխալ ուղու վրա եք։ Անձնական նպատակներ։ Հանուն սեփական կարևոր նպատակի դժվարություններ հաղթահարելը լրացուցիչ էներգիա է հաղորդում։ Օտար արժեքներ։ Ուրիշների խնդիրները լուծելն ու պարտադրված արժեքներով առաջնորդվելը շատ արագ հյուծում են մարդուն։ Ինչպես հաղթահարել հուզական արգելքներն ու բարդույթները։ Լիտվակն առանձնացնում էր 3 հիմնական վիճակ, որոնք խոչընդոտում են ներդաշնակության հասնելուն։ Վախ, ամբողջությամբ արգելափակում է զարգացումն ու ապագան։ Նախանձ, թունավորում է ներկայի առողջ ընկալումը։ Մեղքի զգացում, արհեստականորեն կապում է մարդուն անցյալի սխալների հետ։ Այս եռյակից ազատվելու պրակտիկան օգնում է ոչ թե խեղդել հույզերը, այլ պարզապես զրկել դրանց ձեր որոշումների վրա ազդելու իշխանությունից։ Ներքին բարդույթների դեմ հաղթանակը բացում է հնարավորություններ, որոնք նախկինում անհասանելի էին թվում։ Մեր իրականությունը մեծամասամբ մեր իսկ ներքին կանխադրույթների արտացոլանքն է։ Միայն սեփական ներքին առանցքի շուրջ իր կյանքը կառուցող մարդն է իզորու ստեղծել խորը հարաբերություններ եւ զբաղվել արարիչ աշխատանքով։ Հայաստանյան ավանդական հասարակության մեջ ապրել քեզ համար գաղափարը շատ հաճախ թյուրիմացաբար նույնացվում է էգոիզմի հետ։ Մեր մշակույթում խորապես արմատացած է ինչ կասեն հարևանները կամ բարեկամները մոտեցումը, ինչպես նաև հանուն ընտանիքի անմնացորդ զոհաբերվելու մոդելը։ Իրականում այս մոտեցումը հաճախ հանգեցնում է խորը անձնային ճգնաժամերի եւ չիրագործված պոտենցիալի։ Եթե ուշադիր վերլուծենք մեր պատմամշակութային արժեքները, կտեսնենք, որ իրական հերոսությունն ու ազգանվեր գործերը միշտ ծնվել են ներքին ազատությունից։ Մեր էպոսի հերոս Սասունցի Դավթի ֆենոմենը հենց արտաքին կարծրատիպերին չընենթարկվելու եւ արդարության սեփական կողմնացույցով առաջնորդվելու մեջ է։ Հետևաբար, Լիտվակի առաջ քաշած կանոնների կիրառումը մեր կենսակերպում ոչ թե արևմտյան ինդիվիդուալիզմի կույր պատճենում է, այլ հոգեբանորեն առողջ, կայուն եւ ստեղծարար հայկական հասարակություն ձևավորելու կենսական անհրաժեշտություն։ Երբ յուրաքանչյուր մարդ սկսի զբաղվել սեփական ներքին աճով եւ դադարի ապրել ուրիշների սպասումներով, մենք կունենանք շատ ավելի ուժեղ ու համախմբված կոլեկտիվ։